Մոսկվան չի ուզում ժամանակավոր հրադադար, շահագրգռված է, որ ուկրաինական կոնֆլիկտը երկարատև լուծում ստանա։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ըստ էության մերժում է 30-օրյա հրադադար հաստատելու ամերիկյան առաջարկը, որը մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների արդյունքում ընդունել էր Կիևը։ Առաջարկված ժամանակավոր հրադադարը ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր դադար ուկրաինացի զինվորականների համար։ Մոսկվան չի ցանկանում ժամանակավոր հրադադար եւ շահագրգռված է Ուկրաինայի հակամարտության երկարաժամկետ կարգավորմամբ։ Պուտինի օգնականը Ռուսաստանի դիրքորոշումը բարձրաձայնում է այն պահին, երբ Մոսկվա է ժամանել ամենահատուկ բանագնաց Ուիտկոֆը, որը ըստ տարածվող լուրերի փորձելու է համոզել ռուս դիվանագետներին ստորագրել Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը։ Ամերիկացի դիվանագետը այսօր ցերեկն է ժամանել Մոսկվա Կիևը եւ Արևմուտքը սպասում են Պուտինի պաշտոնական պատասխանին։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը այսօրվա ճեպազրույցում վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի հրադադարի նախաձեռնությունները Վաշինգտոնի հետ հետագա շփումների ընթացքում, բայց ոչ մի բառ այն մասին, որ Մոսկվան տալու է իր համաձայնությունը։ Մենք ուշադիր հետևել ենք մարտի 11-ին Ջիդայում կայացած Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպմանը։ Մենք կարդացել ենք հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունները, որտեղ տարբեր մտքեր կան։ Պատրաստ ենք քննարկել այնտեղ նախանշված նախաձեռնությունները ամերիկյան կողմի հետ հետագա շփումների ժամանակ։ Մինչև շաբաթվա վերջ սպասվում են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսային շփումներ։ Գարդիանը գրում է, որ Թրամփին հաստատ դուր չի գա, եթե Պուտինը հրաժարվի մեկամսյա հրադադարի առաջարկից։ Ուկրաինայի նախագահը երեկ Թրամփին կոչ էր արել կոշտ քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան չաջակցի իրենց հրադադարի նախաձեռնությանը։ Թրամփը ուղիղ չի սպառնացել Մոսկվային, բայց զգուշացրել է, թե կարող է անել այնպիսի քայլեր, որոնք շատ վատ կլինեն Ռուսաստանի համար։ Երեկ օրինակ տեղեկություն տարածվեց, որ Վաշինգտոնը վերականգնել է ռազմական աջակցությունը Կիևին, այդ թվում զենքի մատակարարումները։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։